Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր զրուցել եմ Ուժեղ Հայաստանի պատգամավորի թեկնածու Արեգա Հովսեփյանի հետ, Տիկին Հովսեփյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Տիկին Հովսեփյան, երեք տեղի ունեցավ ձեր ամփոփիչ հանրահավաքը, ինչ տպավորություններ ունեք եւ որքանով արդարացան ձեր սպասելիքները այդ հանրահավաքից։ Հանրահավաքին այնպիսի էներգետիկա ստացանք մենք, այնպիսի ուժ տեսանք մեր ժողովրդից առ մեզ, որ մենք կրկնակի ավելի ուժեղ դարձանք։ Մարդիկ եկել էին ասելու, որ նրանք փոփոխություն են ուզում։ Փոփոխություն են ուզում իրենց կյանքում, փոփոխություն են ուզում մեր պետության կյանքում առհասարակ։ Այնպես որ այն տասնյակ հազարավոր մարդիկ, որ հավաքվել էին, վերջին կարծես արդեն այսօր տվյալներով հրապարակեցին մոտ 70-ից 80 հազար մարդ, սա այն ցուցիչն է, որ այս իշխանությունները գնացողն են, մնացել են ընդամենը մի քանի օր եւ մնում է միայն, որ ընտրությունների օրը մեր քաղաքացիները կարողանան իրենց մեջ այդ ուժը վերգտնել եւ գնալ ընտրության առանց վախի, առանց երկմտանքի եւ գնալ հանուն փոփոխության իրենց ձայնը տալու։ Տիկին Հովսեփյան, դուք նշեցիք այդ թիվը 80,000, երեք հայտնի է, որ Դանիել Իոաննիսյանը հայտնի է, այսպես հանրահավաքներին մարդկանց թիվ հաշվում է, եւ նա հաշվել է 17,500 մարդ։ Հիմա այդ երկու թվերի մեջտեղում ո՞րն է ճշմարտությունը։ Գիտեք, կարող են տարբեր այսպես թվեր տալ, տարբեր ժամերի, տարբեր անկյուններից նկարած եւ այլն, բայց փաստը մնում է փաստ, ով որ եղել է հենց հանրահավաքին, նրանք տեսել են եւ գիտեն, թե ինչքան մեծ էր մարդկանց թիվը եւ այդ տպավորությունը եւ այդ էմոցիան, որ կար, մենք չենք ընկնում, անկեղծ եմ ասում, չենք ընկնում անգամ այդ թվերի հետևից։ Մեզ համար կարևոր լինելու է հունիսի 7-ը, հունիսի 7-ին, որ մարդիկ գնան ընտրության։ Սա կարևորագույն ուղերձն է այսօր մեր թիմից ժողովրդին։ Գնալ ընտրության, որպեսզի մեր կյանքը մենք ինքներս որոշենք։ Իսկ եթե նկատել եք իրականում գործող իշխանությունները իրենց ամբողջ քարոզարշավի ընթացքում երբևէ չեն դիմել քաղաքացիներին կոչով, որ գնան ընտրության։ Նրանք չեն դիմում այդպիսի կոչով, որովհետև հստակ հասկանում են, որ եթե մասնակցությունը բարձր է լինում, ապա նրանց հաղթելու շանսերը նվազում են։ Եվ սիրելի հայրենակիցներ, մի թողեք, որպեսզի ձեր փոխարեն ընտրեն ուրիշները, եւ եթե կարծում եք, որ եթե դուք չեք գնում, դուք որևէ ընտրություն չեք անում, հակառակն է, եթե դուք չեք գնում, դա անուղղակիորեն ձեր ձայնը գնում է Նիկոլին։ Սա շատ կարևոր ու պարզ բանաձև է, որպեսզի որ մեր քաղաքացիները, մեր համաքաղաքացիները իմանան, որ եթե իրենք չեն գնում ընտրության կամ գնում են, խզբզում են թուղթը ոչ ճիշտ ձևով են քվեարկում, դա նույնպես նշանակում է, որ նրանք իրենց ձայնը տալիս են Նիկոլ Փաշինյանին եւ այս իշխանություններին եւ իրենք նպաստում են այս իշխանությունների վերարտադրմանը։ Հետեւաբար շատ կարեւոր է մասնակցության բարձր ցուցանիշը, ինչից որ վախենում է այս իշխանությունը։ Միայն մասնակցության, բարձր մասնակցության դեպքում է ընդդիմության հաղթանակը հավանական, Տիկին Հովսեփյան, թե նույնիսկ օրինակ եթե 21 թվականի հետ համեմատենք, այնտեղ 49 ու քանի տոկոս էր, այդ դեպքում եթե նման ցուցանիշ արձանագրվի դարձյալ դուք գտնում եք, որ կհաղթեք ընտրություններում։ Ես ներքին համոզմունք ունեմ, որը որ հիմնված է նաև որոշակի թվերի վրա, հիմնված է նաև այս վերջին երևի 3-4 ամսվա ընթացքում Հայաստանում գրեթե այդպիսի գյուղ գրեթե չի մնացել, որ մենք այցելած չլինեինք։ Ես այնպիսի ներքին համոզմունք ունեմ, որ այս անգամ ցուցանիշը ավելի բարձր է լինելու մասնակցության, բայց բոլոր պարագաներում, ինչպես որ նշել ենք, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի եւ համոզված ենք, որ Նիկոլը չի հաղթելու այս ընտրություններին։ Այո, այդ երբ որ դուք ասում եք մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, երևի թե եթե չեմ սխալվում, միակ ուժն եք, որ հայտարարում եք, որ մենակ 50+ ձայն եք հավաքելու։ Դե մեկ էլ նման համոզմունք ունի Նիկոլ Փաշինյանը, բայց ես խոսում եմ ընդդիմադիր ուժերի մասին։ Որտեղից ձեզ այդ վստահությունը, այդ համոզմունքը, որովհետեւ օրինակ ընդդիմադիր մյուս ուժերը ասում են մենք չենք կարող մենակով հավաքել 50+, մեզ պետք է համագործակցություն։ Մեր այս համոզմունքը հիմնված է տարբեր թվերի վրա եւ եթե նկատել եք, օրինակ մենք 3 ամիս առաջ այսպիսի խոսում չունեինք։
մենք սկսել ենք խոսել, որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, մոտ 1.5 ամիս, 1.5 ամիս առաջ է, որ մենք սկսել ենք խոսել բացարձակ հաղթանակի մասին, որովհետև մինչ դա մենք չունեինք այդ հիմքերը այդպես խոսելու։ Այսօր մենք ունենք մեր սոցհարցումների արդյունքները, մենք տեսնում ենք մարդկանց այդ շփումներից մեր տպավորությունները եւ մենք կարծում ենք, որ դա հեշտ չէ, իհարկե հեշտ չէ, դա այսպես ասեմ, պլան մաքսիմումն է, որ մենք դրել ենք մեր առջև, որ պետք է կատարենք, բայց դա չի նշանակում, որ այսպես հանգիստ նստել ենք, ասում ենք գնում ենք բացարձակ հաղթանակի ու վերջ։ Սա 24/7 ռեժիմով աշխատանքի հավատացեք, որ ամբողջ մենք թիմով անում ենք։ Այսինքն սկզբում, երբ դուք չէիք ասում բացարձակ հաղթանակ, դուք մտածում էիք, որ ընդդիմության հետ ջանքերը համախմբելով, որովհետեւ ես հիշում եմ, ինչ կար ուժեղ Հայաստանը, դրանից առաջ մեր ձևով շարժումը, դուք միշտ անընդհատ օրերն էիք հաշվում, հա, հետ հաշվարկերի գնում, մնաց այսքան օր, մնաց այնքան օր, այսինքն դուք վստահ եք, որ այնուամենայնիվ հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը գնալու է։ Այդ ժամանակ ձեր վստահությունը մյուս ուժերի հետ համագործակցություններ, հիմա ավելի ամրապնդվել եւ գտնում եք, որ նույնիսկ եթե մենակ մասնակցեիք ընտրություններին որպես ընդդիմադիր ուժ, դուք կկարողանաք հաղթել Նիկոլ Փաշինյանին, ճիշտ եմ հասկանում։ Երբ որ սկսվեց մեր ձևով շարժումը, դա սկզբում այսպես այդ անգամ մենք որոշակի քննադատությունների էինք արժանանում, որ մենք շատ քաղաքական խոսույթ ու քաղաքական ուղղվածություն չունեինք, մենք ունենք շատ տարբեր ծրագրեր եւ դա շատ նորմալ էր, որովհետեւ մենք նոր ուժ ենք, մենք նոր ձևավորվող ուժ ենք եւ մենք դեռ չէինք կոնսոլիդացվել, մենք չունեինք այն ամուր առանցքը, որ ունենք այսօր, բայց այն ժամանակ եւս մենք չէինք խոսում ընտրություններին գնալու կամ ինչ ձևաչափով մասնակցելու։ Մենք պարզապես ասում ենք, որ գնալու ենք ընտրության, բայց չէինք խոսում ինչպիսի սցենարներով ենք մենք գնալու։ Ոչ համագործակցության մասին էինք խոսում, ոչ էլ չհամագործակցության մասին էինք խոսում։ Մենք ասում ենք, որ գնալու ենք ընտրության մեր կուսակցության դեմքով։ Հետագայում արդեն, երբ որ ձևավորվեց ուժեղ Հայաստան կուսակցությունը, դրանից հետո արդեն լիովին անցում կատարվեց հասարակական, այսպես հանրային գործունեությունից դեպի քաղաքական, մենք արդեն ձևավորվելով որպես կրիստալիզացվեց, այսպես ասեմ, մեր ծրագրերը, մենք հասկացանք, որ այսօրվա դրությամբ մենք հնարավորություն ունենք բացարձակ հաղթանակի։ Վարկանիշի հետ կապված մեկ հարց եւ անցնենք այլ թեմաների, տեսեք հատկապես իշխանությունները շատ քննադատում են այն հարցումների տվյալները, որոնք հրապարակում է Ուժեղ Հայաստանը, որտեղ Ուժեղ Հայաստանը իդեմս Սամվել Կարապետյանի 50+ ձայն է հավաքում եւ ասում են այսպես հորինված տվյալներ եք դուք ցուցադրում պարզապես մարդկանց համոզելու համար։ Հիմա այդ տվյալները իրական հավաստի իսկապես իրականացնում եք սոցիոլոգիական հարցումներ եւ ստանում եք դուք այդ պատկերը։ Մենք իրապես իրականացնում ենք սոցիոլոգիական հարցումներ, բայց բերեք ես ընդհանուր գնահատական տամ, չէ, որտեղ մենակ մենք չենք որ անում ենք իշխանությունների կողմից տարբեր կուսակցություններ եւս տարբեր թվեր են հնչեցնում, այո, սա քաղաքական process է, նախընտրական, բնական process է, որովհետեւ ցանկացած կուսակցություն իր ռազմավարությունն է մշակում, ելնելով սոցհարցումների վրա։ Նայեք, սոցհարցումները դրանք բացարձակ այսպես ճշմարտություն ես երբևէ չեմ ընդունել, որովհետև ի վերջո դա կա հստակ մեթոդաբանություն, եթե չեմ սխալվում, ստանդարտ ձև է, որ օրինակ սոցհարցումները իրականացվում են 1200-ից 1300 մարդկանց շրջանակներում, կան հստակ մեթոդաբանություն, բայց դա մենք ընդունում ենք որպես իգիտություն, որ կան նման թվեր, բայց մենք այսպես ամբողջովին լիովին միայն չենք հիմնվում այդ թվերի վրա։ Հասկանում ենք, որ կան այս թվերը, կան այն թվերը, միասին մենք փորձում ենք համատեղել, հասկանալ, որն է իրականությանը համապատասխանում, որը ոչ, բայց մենք շարունակում ենք աշխատել նաև այլ ուղղություններով, այս սոցհարցումների թվերը պարզապես ընդունելով որպես իգիտություն, անցնելով առաջ, տանելով մեր օրակարգը։ Տիկին Հովսեփյան, այս օրերին բավական ակտիվացել են իրավապահների գործողությունները, հատկապես ձեր ուժի հետ կապված, թեև մյուս ընդդիմադիր ուժերը նույնպես թիրախում են, այսօր նաև Հայաստան դաշինքի գրասենյակներում են իրականացվել խուզարկություններ։ Ձեր ուժի հետ կապված շատ տևական ժամանակ հրապարակում էին ձայնագրություններ, կոռուպցիոն մեղադրանքներ, բայց այս օրերին կարծես բավական շատ են, հա, ձերբակալություններ, բերման ենթարկվածներ։ Ես նախ կխնդրեմ, որ դուք իրական պատկերը ներկայացնեք, ինչ է կատարվում, որովհետև մենք տեղեկանում ենք մի քանի մասնավոր դեպքի մասին։ Եվ ի վերջո, ինչ է ձեզնից ուզում իրավապահ համակարգը, այն էլ ընտրություններից մեկ պակաս։ Ես որպես մարդ, ով որ ընդդիմադիր գրեթե բոլոր շարժումներին մասնակցել է 2020 թվականից այս կողմ, արդեն շատ ակնհայտ է դառնում իշխանությունների ձեռագիրը եւ ես հիշում եմ, որ բոլոր շարժումների, բոլոր
ընդդիմադիր ինչ որ նախաձեռնությունների ժամանակ նման ձերբակալություններ, սրանք ահաբեկումներ են նաև սեփական ժողովրդի նկատմամբ եղել են, բայց այսպիսի massայականություն, որը որ իրականացվում է ուժեղ Հայաստանի նկատմամբ, իմ հիշելով երբևէ տեղի չի ունեցել։ Մենք ունենք հատուկ այսպես մարտավարություն սրա հետ կապված։ Սկզբում երբ կարող եմ նաև այսպես փակագծեր բացել, երբ որ կիմանան ձեր մարտավարության մասին։ Այո, չէ, կիմանան, թող իմանան ու հասկանան, որ իրենց այս ահաբեկումները մեզ վրա չեն ազդում։ Նրանք փորձում են, ինչպես որ 6 տարիների ընթացքում արել էին, հիշենք, հա, գնում էինք ինչ-որ մի ակցիա էինք անում եւ այլն, գալիս բռնում էին մարդկանց, տանում էին կամ հարցակնության կամ կալանավորում եւ այլն, մենք բոլոր ակտիվով գնում ենք դատարանների դիմաց կանգնում ենք եւ մեր օրակարգը շեղվում ենք ու գնում ենք մտնում ակցիան ավարտվում է, մենք գնում ենք շեղվում ենք մեր օրակարգից, եթե օրինակ մենք նախատեսում ենք մի այլ բան անել, գնում ենք դատարանի դիմաց, մտնում ենք Նիկոլի օրակարգի մեջ։ Հիմա չեք Մենք անգամ եթե նկատել եք, մենք այսօր չենք գնում Սամվել Կարապետյանի դատերին։ Մենք Սամվել Կարապետյանի մեր թիմի ղեկավարի դատերին անգամ չենք գնում ենք իրազեկման ակցիաների, որովհետև հենց սա է Նիկոլ Փաշինյանի ուզածը, որ մենք չգնանք իրազեկման ակցիաների, այլ մեր ամբողջ ռեսուրսը տրամադրենք, գնանք դատարանի դիմաց կանգնենք, որ այո, շատ կարևոր է այս ամբողջ տարիների ընթացքում Երևանի բոլոր դատարանների հասցեները արդեն գիտեմ։ Բայց այստեղ օգեգեն շատ ավելի ցածր է, քան թե ես այդ ժամանակ իմ բուկլետը ձեռը ես գնամ շրջեմ ինչ որ մարզով։ Նրանք նկատեցին, հասկացան, որ մենք գնում ենք մեր աջակցությունը հայտնում ենք ինչ որ կարճ ժամանակով, ասում ենք, որ մենք մեր թիմի անդամին տեր ենք, բոլոր իրավաբանական աջակցությունը իրականացվում են մեր թիմի անդամներին, բայց մենք շարունակում ենք մեր քաղաքական օրակարգը։ Սա հավատացեք շատ դժվար է, որովհետև պայմանական ու Ալիկա Ալեքսանյան, որ նրան բռնեցին, մենք ամեն օր իրար հետ աշխատում ենք ու սրտի ուզում ես անպայման ինչ որ մի բան արած լինել, գնալ եւ այլն, բայց նույն Ալիկա Ալեքսանյան համոզված է, այո, որ մենք գնանք մեր գործերը անենք, որպեսզի ոչ թե պայքարենք հետևանքների դեմ, այլ պայքարենք այդ գործողությունները անողների դեմ։ Տիկին Հովսեփյան, ինչպես են կարողանում գաղտնալսել այդքան մարդկանց, որովհետև ոչ միայն ձեր ուժի անդամներն են գաղտնալսվում, այլ սովորական քաղաքացիները, սովորական մարդիկ եւ իշխանություններն ասում են, որ ակնհայտ կոռուպցիոն խոսակցություններ են, այսինքն մենք ոչ թե ռեպրեսիվ գործողություններ ենք իրականացնում, այլ մարդիկ հստակ խոսում են գումար վերցնելու, գումար բաժանելու մասին, դրա համար ենք մենք գնում նրանց հետևից։ Հիմա դուք վստահեցնում եք, որ որևէ նման դեպք չկա եւ այդ ամբողջ այսպես փուչիկ է, որը կառուցվել է ձեր ուժի շուրջ։ Մինչ օրս որևէ մեղադրական դատավճիռ մեր կուսակցության անդամների եւ համակիրների նկատմամբ գոյություն չունի։ Սա այն պարզ փաստն է, որ այն կծմծած ինչ որ շատ կրեատիվ քննչական կոմիտեի աշխատողները, որ այսպիսի ձայնագրություններ են հրապարակում, այն մասին է, որ քննչական կոմիտեն պարզապես աշխատում է Նիկոլի համար, եւ ես պարզապես հենց մի հատ հարց է առաջանում. ինչու չեն գաղտնալսում մարզպետներին, քաղաքապետներին, ինչու չեն գաղտնալսում, ինչու են միայն գաղտնալսում ընդդիմադիրներին, ինչու այս թիրախավորված, ուղղորդված քաղաքականություն միայն ընդդիմադիրներին է, որովհետև մենք ունենք տարբեր կարծիք այսօրվա իշխանությունների նկատմամբ, սա խտրական վերաբերմունք է եւ սա այն ցուցիչն է, թե ինչքան են վախենում այսօրվա իշխանությունները ուժեղ Հայաստանից։ Ինչ որ օրը տասնյակ այսպիսի ձայնագրություններ են տարածում, պարզ օրինակ, մարդը ասում է, որ այո, մենք ձեզ աշխատանքի կվերցնենք որպես քարոզիչ, կգրանցենք ձեզ ու դրա համար մարդուն տանում են ու կալանավորում են։ Սա այսինքն մարդուն աշխատանքի վրա, որ օրենքով է այդպես, որ մենք կարող ենք բացել գրասենյակ, տարածք վարձակալել, այնտեղ մարդիկ կարող են աշխատանքի գրանցվել, աշխատել, գրանցել եւ այլն։ Այդ ամենի համար, մարդուն գրանցելու համար նրանք տանում են, կալանավորում են։ Սա խոսում է միայն մի մասին, թե ինչքան է Նիկոլ Փաշինյանը եւ իր փոքրիկ խմբակը վախեցած ուժեղ Հայաստանից։ Բայց մենք նաեւ տեսանք աջակիցների հանդեպ բռնության դեպքեր, մեկը Մասիսում էր, Արտիկումը Հայաստան դաշինքի հանդեպ էր։ Այդ բռնության աջակիցներին բռնության ենթարկելու նպատակը ո՞րն է։
Գիտեք, բռնությունը այս իշխանությունների գործելավոճն է։ Մի քանի օր առաջ մենք տեսանք հենց Նիկոլ Փաշինյանը ինչքան է ձեռքերին ազատություն տալով շփվում կնոջ հետ։ Մենք տեսնում ենք, թե Նիկոլ Փաշինյանը ոնց է մաթափ տալով խոսում մետրոյում կնոջ ու իր երեխայի հետ։ Սա կարծես թե իրենց ворթեգրած քաղաքականությունն է, բռնությունը, ատելության խոսքը, որ հասնում է իր պիկին, արդեն տեղ չկա, արդեն այնքան ենք մենք պառակտվել այս ատելության խոսքից, որ կարծես ատոմային չափի ենք պառակտվել մեր հասարակության ներսում։ Այնպես որ ընդամենը մի քանի օր առաջ, ինչպես որ նշեցիք, հարվածներ էին հասցվում հղի կնոջը եւ այլն, այսինքն սա նրանց գործելավոճն է եւ հենց սա փոխելու համար ենք մենք գալիս, սա եւս խոսում այս ջղաձգումները, այս իշխանությունների վախի արձանագրումն են։ Եթե այսօրը հաշվենք, փաստորեն 2 օր է մնացել քարոզարշավին, շաբաթ օրը արդեն լռության օրն է, իսկ մենք գիտենք, որ վերջին օրերին հատկապես ավելի են սրանում իրադարձությունները, ռեպրեսիաները, դուք ինչ եք սպասում եւ ինչի եք պատրաստ, այսինքն ընդհուպ մինչեւ ուր կարող են հասնել այդ ռեպրեսիաները։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, մենք պատրաստ ենք սկսած Արեգա Հովսեփյանին բերման ենթարկելուց, իմ մասին եմ ասում, վերջացրած մեր ամենավերին ղեկավարությունից մինչև ամենապարզ հասարակ համակիրները, այնպես որ բոլոր սցենարներին մենք պատրաստ ենք, բայց այս իշխանությունները թող շատ լավ իմանան, որ բոլոր դեպքերում նրանք գնացողն են եւ ինչքան քիչ իրենց համար քրեական գործեր բացեն, շատ ավելի լավ կլինի իրենց համար։ Տիկին Հովսեփյան, ձեր ուժը երբեմն շատ այսպես հանգիստ եւ վստահ է խոսում ապագայի հետ կապված, շատ մոտ ապագայի հետ կապված, այդ թվում եւ դուք շատ համոզված խոսում եք հետընտրական շրջանի հետ կապված, հա, օրինակ Հայաստան դաշինքը կանխատեսում է, որ գուցե հաղթանակը լինի ընդդիմությանը, բայց Նիկոլ Փաշինյանը չտա այդ հաղթանակը, այսինքն գնա արտահայտ դրություն անցկացնի, արտակարգ դրություն, ներողություն, նոր ընտրություններ եւ շատ այլ սցենարներ։ Բայց ես երբ լսում եմ Սամվել Կարապետյանին, նա ասում է, ինչու մենք պետք է դուրս գանք փողոց, մեր համար հաղթելու ենք եւ առօք-փառոք մենք գնալու ենք մեր տները։ Այս վստահությունը, որ նույնիսկ եթե ընդդիմությունը հաղթի, հաղթանակը տրվելու է ձեզ, եւ նաեւ այն վստահությունը, որ այնուամենայնիվ չեն լինի կեղծիքներ եւ հստակ կերևա ընդդիմության, կարձանագրվի ընդդիմության հաղթանակը որտեղից է գալիս։ Մենք վստահ ենք ոչ թե որ չեն լինի ընտրակեղծիքներ, մենք վստահ ենք որ ունենք շատ ուժեղ թիմ, մեր դիտորդների, վստահված անձերի, որոնք որ պետք է իրենց գործը հնարավորինս լավ կատարեն ընտրատեղամասումը եւ այստեղ ես կարծում եմ որ հենց այս դաշտում բոլոր կուսակցությունները հատկապես ընդդիմադիր կուսակցությունները ունեն շատ մեծ անելիք որպեսզի օրինակ 21 թվականի ընտրությունների ժամանակ այդքան ընտրակեղծիքներ որ տեղի են ունեցել այս անգամ մենք փորձենք թույլ չտալ մենք փորձում ենք հնարավորինս նվազեցնել այդ ընտրակեղծիքների քանակը հնարավորությունը, որպեսզի կարողանանք ռեալ պատկերը ունենալ։ Իսկ ռեալ պատկերը հաստատ հօգուտ Նիկոլ Փաշինյանի չէ։ Այստեղ է մեր վստահությունը, որ մենք պետք է կարողանանք այնպիսի եւ ունենք արդեն այդ ներուժը ու պատրաստված թիմը, որ հնարավորինս նվազեցնենք այդ ընտրակեղծիքները։ Իհարկե ցանկացած փողոցային պայքար, ցանկացած հետընտրական զարգացումներ մեր հասարակությունը ավելի թուլացնելու է, ավելի պառակտելու է, ավելի ցավացնելու է։ Մարդիկ հոգնել են այս քաոսային վիճակից, այս 8 տարվա ճգնաժամային իրավիճակից եւ ցանկալի չէ, որպեսզի նման հետընտրական գործընթացներ լինեն։ Եվ մեզ համար, որպես քաղաքական ուժ, ամենանախընտրելի տարբերակն այն է, որ այս ընտրություններով հունիսի 7-ին ի վերջո վերջանան այս քաոսային վիճակը եւ ընտրության արդյունքները ընդունվեն, բայց բոլոր դեպքերում մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին եւ բոլոր սցենարները դրված են մեր սեղաններին։ Իսկ ինչ սցենարներ եք դուք կանխատեսում։ Սկսված մոլդովական սցենարից վերջացրած ընտրությունների արդյունքները ընդունել չընդունելով այս իշխանությունները որևէ կարմիր գիծ չունեն, մենք դրանում համոզվել ենք այս վերջին 6 տարիների ընթացքում։ Նաեւ այն, որ վերջին պահին կարող է կուսակցությանը թույլ չտան։ Եվ բոլոր սցենարները հավատացեք, մի մարդ որ կառուցել է այսպիսի տնտեսական մեծ ներուժ հզորություն, ինքը չի կարող առաջնորդվել միայն մեկ սցենարով։ Այո, ինչպես ասեցի, մենք ունենք պլան մաքսիմումը դա գնալ բացարձակ հաղթանակի, բայց մենք ունենք նաև բազմաթիվ այլ սցենարներ, որոնք որ մեզ մոտ դրված եւ քննարկվում են։ Այսինքն դուք մտածում եք, որ նույնիսկ եթե 2-3 օր է մնացել ընտրություններին, կարող են վերջի պահին ձեր կուսակցությանը թույլ չտալ, ներողություն կուսակցության չէ, դաշինքին թույլ չտալ, որ մասնակցեք ընտրություններին։
Մենք ու այդ դեպքում ինչ սցենար օրինակ ունեք, ինչ կարող եք անել։ Թույլ տվեք դրա մասին չխոսել, բայց մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, որովհետև այս իշխանությունները չունեն որևէ կարմիր գիծ եւ երեկվա մեր հանրահավաքը ցույց տվեց այն ուժը, դա միանշանակ ուժի ցուցադրություններ մեր ժողովրդի եւ մեր կուսակցության ու դաշինքի կողմից եւ հետեւաբար հենց դրան հաջորդեց այսօրվա առավոտյան այս massայական մարդկանց բերման ենթարկելը, խուզարկությունները եւ այլն, բայց իշխանությունները տեսան, որ ու համոզվեցին, որ նրանք գնացողն են, բայց չհասկացան, որ մեզ վախեցնել չի ստացվում։ Տիկին Հովսեփյան, դուք ասացիք պլան մաքսիմումից մինչև պլան մինիմում դուք ունեք։ Այդ պլան մինիմումի մեջ օրինակ մտնում է հաշվարկել եք նաև այն սցենարը, որ գուցե այնուամենայնիվ օրինակ որպես ընդդիմություն անցնեք խորհրդարան։ Այդ սցենարները քննարկել եք, դուք գնալու եք, մանդատ վերցնելու եք, չեք վերցնելու, ինչ եք անելու։ Բոլոր սցենարներն էլ մեզ մոտ դրված են, բայց բոլոր սցենարներում էլ Նիկոլ Փաշինյանը չի հաղթում։ Նույնիսկ եթե դուք որպես ընդդիմություն եք գնում։ Բոլոր սցենարները մեզ մոտ դրված են, բայց որևէ սցենարում Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հաղթել։ Լավ, վերադառնալով ձեր հանրահավաքի թեզերին, գլխավոր թեզը դարձյալ ադրբեջանցիների Հայաստան այսպես կոչված վերադարձն է, ինչու եմ ասում այսպես կոչված, որովհետև շատ լավ գիտենք, որ սա նրանց հայրենիքը չէ եւ չեն կարող վերադառնալ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր հավաստիացնում է, որ չկա, իդեպ վերջին բանավեճի ժամանակ նաեւ Արարատ Միրզոյանն էր հավաստիացնում, Ալեն Սիմոնյանն էր հավաստիացնում, որ նույնիսկ չի քննարկվում բանակցությունների ժամանակ եւ ձեր կուսակցությանը մեղադրում են, որ դուք գործակալ եք, փորձում եք դրսի թեզերը բերել այստեղ եւ մեր ժողովրդին ահաբեկել։ Հիմա ինչի վրա են հիմնված Տիկին Հովսեփյան ձեր այդ պնդումները եւ ինչու իշխանությունների այս հավաստիացումները ձեզ չեն համոզում, որ երեք դուք դարձյալ նորից խոսում եք ադրբեջանցիների վերադարձի մասին։ Այս իշխանությունները այնքան են ջղաձգվում, երբ որ մենք խոսում ենք իրենց, պատրում ենք իրենց դիմակները եւ ասում ենք, որ սա է ձեր բերած ծրագիրը, որովհետեւ նրանք շատ լավ հասկանում են, որ հայ ժողովուրդը չի ուզում ապրի ադրբեջանցիների հետ։ Ինչի վրա է հիմնված։ Հիմնված է շատ հստակ, հանրային, բոլորին հասանելի տեղեկատվության վրա։ Հիմնված է նրա վրա, որ Ադրբեջանում այսօր գործում է Արևմտյան Ադրբեջան հասարակական կազմակերպությունը, որը որ ուղղակիորեն ֆինանսավորվում է Իլհամ Ալիևի աշխատակազմի կողմից, որ ընդամենը ընտրություններից 10 օր հետո Նախիջևանում մեզանից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա կազմակերպվելու է միջազգային գագաթնաժողով, որի հիմնական թեզը լինելու է այսպես կոչված վերադարձ Արևմտյան Ադրբեջան։ Հիմնված է այն փաստի վրա, որ այս հասարակական կազմակերպությունը բազմաթիվ միջազգային կոնֆերանսներ է կազմակերպում նաև դրսում, Բրյուսելում եւ այլն, ՄԱԿ է ուղարկում բազմաթիվ նամակներ, խոսելով 300,000 ադրբեջանցիների իրենց այսպես կոչված հայրենիք վերադարձի մասին։ Եվ սա ոչ թե միայն հայտարարություններ են, նրանք ունեն հստակ հենց Իլհամ Ալիևի կողմից հրահանգով արված կազմված հայեցակարգ վերադարձ Արևմտյան Ադրբեջան տեսլականով, որտեղ որ ամենամանրամասն կերպով նկարագրվում է, թե ինչ պայմաններով են նրանք վերադառնալու, սկսված նրանից, որ այստեղ պետք է բացվեն դպրոցներ, որտեղ որ ադրբեջաներեն պետք է նաև դասավանդվի, եւ վերջերս հենց Ալաշիկյու Փաշազադեի տեղակալը հայտարարում է, որ Հայաստանում կան մսկիթներ 500, եթե չեմ սխալվում, եւ այս խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ է, որպեսզի այս մսկիթները վերականգնվեն ու վերակառուցվեն։ Ում համար են այս մսկիթները վերականգնվելու, այդ հայերից ով է գնալու այդ մսկիթներ, պարզ չի, ովքեր պետք է գնան։ Հիմա բայց դուք կարծում եք, որ Փաշինյանը օրինակ իշխանությունները իրենց համաձայնությունը տվել են, թե առանց կարծիքը հարցնելու Նրանք շատ ճիշտ են ասում, որ նման հարց իրենց հետ չեն քննարկում, որովհետև իրենց հետ առհասարակ որևէ հարց չեն քննարկում, իրենց դեմը դնում են այդ փաստաթղթերը եւ ասում են սա պետք է անեք։ Եվ նրանք հլու հնազանդ անում են, որովհետև ինչպես նշել էին, իրենց համար այսօրվա խաղաղության մեր իրենց բերած խաղաղության երաշխավորը Ադրբեջանն է, եւ եթե նրանք ուզում են իրենց բերած այս խաղաղությունը պահպանել, պետք է ամբողջովին կատարեն Ադրբեջանի ցանկությունը, այն Ադրբեջանը, որը որ հերոսացրել է Սաֆարովին եւ որի դեմ մենք ուզում ենք հակասաֆարովյան օրենք ընդունել, որպեսզի ադրբեջանցիները չգան։ Շատ պարզ տրամաբանություն է գնում, նրանք բերում են մեզ սպանած, մորթած երկրին, ասում են, որ նրանք մեր երաշխավորներն են։ Հիմա իրենք էլ ձեզ ինչու են մեղադրում, ասում են դուք եք
արտաքին ուժի այսպես ազդեցության տակ պատվեր կատարում, հստակ նշում են, որ խոսքը Ռուսաստանի մասին է, վերջերս իդեպ Սասուն Միքայելյանն ասում է Ռուսաստանը այստեղ փորձում է թագադրում իրականացնել։ Ձեզ մեղադրում են, որ դուք Ռուսաստանի շահերն եք այստեղ սպասարկում, ընդհուպ մինչև երեք Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հայկական արտադրանքը, որ չի գնում հիմա ԵԱՏՄ շուկաներ, դա գալիս է ընդդիմությունից, որովհետև ընդդիմությունը խնդրել է Ռուսաստանին փակել այդ շուկաները Հայաստանի առաջ, որպեսզի այստեղ մարդիկ դժգոհեն եւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իջնի։ Ձեր պատասխանը այս մեղադրանքների։ Մեզ մեղադրում են ռուսամետության մեջ այն ուժերը, որոնք որ հայտարարում են, որ Հայաստանում հայերը երբևէ պետականություն չեն ունեցել, մենք Արցախում երբևէ մեծամասնություն չենք եղել, ովքեր որ հայտարարում են, որ հայ մոր ցավը նույն չափ մեզ համար ցավալի, ինչպես որ ադրբեջանցու ցավը, սա ինչ խոսույթ է, սա մեկին մեկ ադրբեջանցիների խոսույթն է, որ նրանք թուրքական խոսույթն է, Ալեն Սիմոնյանի մասին է, այո, խայտարակ հարցազրույց է, ես չգիտեմ Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարը այդքան ադրբեջանամետ խոսքով խոսում է, թե ոչ, թե Ալեն Սիմոնյանը ուզում էր նրան ավելի անցնել ու դառնալ ավելի ադրբեջանամետ, այնպես որ ադրբեջանական թեզերը բերում են բացարձակապես այսօրվա իշխանությունները հայկական տեղանունները ադրբեջաներեն անվանելով, դա Նիկոլ Փաշինյանն էր, որ մեր հայկական տեղանունները ադրբեջաներեն է անվանում, նրանք են խոսում, որ Արցախյան շարժումը սխալ է եղել, դա մեր ճակատագրական սխալն է, մեկին մեկ ադրբեջանական թեզերը, իսկ մենք խոսում ենք այն ծրագրերի մասին, որ նրանք պատրաստվում են իրականացնել եւ ասում ենք, որ հայ ժողովուրդը դա ձախողելու է։ Բայց այնուամենայնիվ գալով իմ հարցին Ռուսաստանի հետ կապված։ Հիմա տեսեք, ձեր ուժին փորձում են ներկայացնել այնպես տպավորություն ստեղծել, որ եթե դուք եկաք, մենք ամբողջությամբ անցնելու ենք Ռուսաստանի, այսպես եթե ոչ ֆորմալ կազմում, ապա գոնե ամբողջությամբ ազդեցության տակ եւ Հայաստանը պետք է մոռանա դեպի Եվրամիություն իր համագործակցության մասին, պետք է մոռանա վիզաների մասին։ Երբ մենք գանք իշխանության, մեզ մոտ լինելու է բալանսավորված արտաքին քաղաքականություն, իրատեսական արտաքին քաղաքականություն։ Մենք ոչ թե մեր դաշնակիցների եւ հարևանների հետ հարաբերությունները դնելու ենք ոչ թե հակասությունների վրա, այլ շահերի համակցման վրա։ Մենք չենք պատրաստվում թշնամանալ Ռուսաստանի հետ, մենք չենք պատրաստվում թշնամանալ ԱՄՆ-ի հետ, մենք չենք պատրաստվում թշնամանալ Եվրոմիության հետ։ Մենք պատրաստվում ենք այս բոլոր կողմերի հետ մեր հայկական շահը հիմք դնելով կառուցել հարաբերություններ, այն վատ տարածած հարաբերությունները, որ այսօր ունենք մեր դաշնակիցների հետ, եւ չունենք նոր կառուցված հարաբերություններ որևէ այլ դաշնակցի հետ, սա խոսում է արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության տոտալ ձախողման մասին։ Իսկ մենք ասում ենք, որ Հայաստանում արտաքին քաղաքականության հիմնական շեշտը պիտի լինի Հայաստանի շահերի սպասարկումը։ Եթե մեզ ձեռնտու է լավ հարաբերություններ ունենալ X երկրի հետ, մենք ունենալու ենք լավ հարաբերություններ X երկրի հետ։ Եթե մենք ձեռնտու է լավ հարաբերություններ ունենալ երկրորդ երկրի հետ, նրա հետ ենք հարաբերություններ ունենալու։ Սա պարզապես պետք է բխի հայ ժողովրդի եւ հայկական պետականության շահերից։ Բայց այս դեպքում ձեզ ասում են Ռուսաստանը ձեզ թույլ չի տա, որ կարողանաք այդ ջերմ հարաբերություններ կառուցել այլ պետությունների հետ։ Ռուսաստանը կարող է թույլ չտալ ինչ-որ մի բան անել, եթե իր դիմացինը թույլ ղեկավարություն է, բայց եթե դիմացինը պարտված եւ տարբեր աշխարհակական կենտրոնում իրար հակասող հայտարարություններ անող բանակցող է։ Հետևաբար, եթե դիմացինը լինում է սկզբունքային իր պետության շահերը սպասարկող անձնավորություն, ապա լինի Ռուսաստանը, լինի ԱՄՆ-ն, լինի Բրյուսելը, նրանք հասկանալու են, որ դու վստահելի գործընկեր ես, դու պահպանում ես քո միասին ձեր բերված պայմանավորվածությունները եւ համապատասխանաբար կառուցում ես տրամաբանական երկկողմ հարաբերություններ։ Գալով դարձյալ արևմտյան Ադրբեջանի այդ թեզին, շատ լավ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը սա կապում է, փորձում է կապել Արցախ վերադարձի, այսինքն նույն հավասար հարթության վրա է դնում։ Հիմա երեք նա նորից ասում է, որ առաջիկայում ձեզ պատերազմ է սպասվում, ասում է, որովհետև եթե այս Ղարաբաղյան շարժումը դուք շարունակում եք, լինելու են մանր եւ մեծ պատերազմներ, նոր զոհեր ընդհուպ մինչև պետականության կորուստ, այսինքն պետք է առհասարակ այդ թեման փակեք, որ նաեւ արևմտյան ադրբեջանցիները չգան Հայաստան։ Դուք այս խնդիրը ո՞նց
եք լուծելու, եթե դրել են հավասար հարթության վրա եւ այնտեղից է իդեպ Ալիևը նույն թեզերը ասում է, նա էլ նույնպես ասում է, եթե նրանք խոսում են արցախցիների վերադարձի մասին, ուրեմն մենք էլ խոսում ենք ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին։ Շատ լավ հարց է, որովհետեւ հենց վերջից գալով վառ ապացույցը թե ովքեր են ադրբեջանական թեզերը բերում։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը խոսում են նույն բաների մասին, նույն ուղերձներն են տալիս հասարակությանը։ Հիմա վառ ապացույց ադրբեջանական նարատիվները հայ ժողովրդի մեջ տարածելու։ Նայեք, արցախցիների վերադարձը որևէ ձևով չի կարող համեմատվել Հայաստանում ադրբեջանցիներ բերելու եւ բնակեցնելու հետ, որովհետև թե Արցախում հայությունը ուներ իրավաբանորեն այլ կարգավիճակ, թե Հայաստանում բնակվող որոշակի ցակուցրիվ բնակվող ադրբեջանցիները Արցախում հայերը ունեին ինքնորոշված կարգավիճակ, առնվազն միջազգային ասպարեզում Արցախը դիտարկվում էր որպես վիճելի տարածք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Սա անհերքելի փաստ է, անգամ այսօրվա իշխանությունների գաղտնազերծված, այսպես կոչված գաղտնազերծված փաստաթղթերում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող միակ ղեկավարը դա Նիկոլ Փաշինյանն էր։ Մինչ դա երբևէ որևէ ղեկավար Արցախը չէր ճանաչել Ադրբեջանի կազմում։ Հետևաբար, եւ բացի դրանից արցախցիների դուրս գալը Արցախից լիովին այլ ձևաչափերով եւ մեխանիզմներով էր իրականացվել, քան Հայաստանից ցակուցրիվ ապրող ադրբեջանցիների դուրս գալը։ Լավագույն դեպքում կարող էր համեմատվել օրինակ արցախցիների Սումգայիթ, Բաքու վերադարձի իրանց հետ համատեղելու ինչ որ հարթակի վրա դնելու, բայց ոչ երբեք արցախցիների Արցախ վերադարձը եւ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու հարցը։ Բայց արդեն դրել են, այնուամենայնիվ, որքան այս գալով այն տրամաբանության, երբ որ նրանք ուզում են համեմատել, մենք միանշանակ հերքում ենք այս իրականությունը, որովհետեւ դա անհամատեղելի են գալով մյուս մասին։ Նայեք, շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որ հենց Հայաստանին պատերազմով սպառնացող ղեկավարները դա Նիկոլ Փաշինյանն է եւ Իլհամ Ալիևը։ Նրանք են մեզ սպառնում պատերազմում եւ ոչ այլ մեկը։ Եվ երբ նրանք ասում են, որ Արցախյան շարժումը եղել է ճակատագրական սխալ եւ այլն, նրանք մոռանում են մի պարզ բան, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը նաեւ ծնվել է Արցախյան շարժումից եւ հետեւաբար խփելով Արցախյան շարժմանը նրանք խփում են Հայաստանի երրորդ հանրապետության պետականության հիմքերին, ուրանում են երրորդ հանրապետությունը հիմնադրողների գործը, ուրանում են դա եւ հետեւաբար ուրանում են առհասարակ Հայաստանի երրորդ հանրապետության պետականությունը։ Նրանք երրորդ հանրապետություն պետք չէ, նրանք ասում են այդ երրորդ հանրապետության այսպես անկախության հռչակագիրը, հա, հիմնադրման փաստաթուղթը մենք չեղարկում ենք եւ մեզ պետք է չորրորդ հանրապետություն։ Այսինքն չորրորդ հանրապետություն բերում են, որովհետև երրորդ հանրապետությունը կործանում են։ Նրանք ուզում են կործանել, մի բան ստեղծվում է, երբ դրան նախորդողը արդեն գոյություն չի ունենում։ Նրանք կործանում են երրորդ հանրապետությունը, որպեսզի փորձեն ձգտել կառուցել ինչ որ մի այլ միավոր, իսկ մեր ժողովուրդը հունիսի 7-ին սա ոչ թե ընտրություն է, այլ սա հանրաքվե է իրականում, որ մենք դեմ ենք այսօրվա իշխանությունների քաղաքականությանը եւ մենք դեմ ենք Հայաստանի ադրբեջանականացմանը։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա հայկական եւ հայ ժողովուրդը վստահ իր խոսքը ասելու է։ Տիկին Հովսեփյան, շատ լավ է, որ դուք կողմ եք, բայց այստեղ գլխավոր հարցը եւ սրանով էլ ամփոփենք, դուք վստահ եք ձեր ուժերի վրա, որովհետեւ տեսեք, բոլորը կարող են, չէ՞, նման ծրագրեր գրել, օրինակ Արադ Միրզյանն էլ այն օրը ասում էր, այո, ընդդիմություն լինելը հեշտ է, որովհետեւ երբ ընդդիմություն ես, դու կարող ես խոսալ, որ ես սրան եմ կողմ, իդեպ ժամանակին իրենք էլ ոչ մի թիզական էին, այո, այսպես ոչ մի զիջում եւ այլն, բայց հիմա դուք վստահ եք, որ ունեք բոլոր այդ հնարավորությունները, որ կանխեք այդ ադրբեջանցիների վերադարձը, կանխեք նոր հողերի հանձնումը, եթե իրենք պայմանավորվել են Ալիևի հետ, դուք վստահ եք, որ դուք կարող եք կանխել, բայց միևնույն ժամանակ պատերազմ չբերել։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք չենք սկսելու զրոյական կետից, երբ գանք իշխանության, որովհետև զրոյական կետից սկսելու հետևանքները մենք ականատես եղանք այս իշխանությունների օրոք։ Մենք հայտարարել ենք, որ այո, մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիր, ընդունելով այն շրջանակը, որը որ արձանագրված է նախաստորագրված փաստաթղթով։ Այնտեղ կան օրինակ, գիտեք, օրինակ նախաստորագրված փաստաթղթում կա կետ, որ խոսում է միմյանց ներքին գործերին չմիջամտելու մասին։ Եթե մենք չենք օգտագործում այս կետը, որը որ
ուղղակիորեն արգելում է, որպեսզի Ադրբեջանը պարտադրի սահմանադրության փոփոխություն Հայաստանում եւ չդնի դա որպես նախապայման հետագայում խաղաղության վերջնական պայմանագրի կնքմանը, ապա ուրեմն ում է պետք այդ դիվանագիտությունը։ Եթե մենք չենք կարողանում արձանագրված փաստեր, օրինակ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, եթե այսօրվա իշխանությունները միլիմետրով, սանտիմետրով ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչ օրս մենք Ալիևից չենք լսել, թե ինչ տարածքով է նա ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եվ հետևաբար, ասում ենք, հենց ճիշտ դիվանագիտությունը ազգային շահերի վրա հիմնված դիվանագիտության շնորհիվ է հնարավոր կանխել ցանկացած աղետ, որ կարող է գալ հայ ժողովրդի գլխին։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Արեգա Հովսեփյանի հետ։ Կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։